Շնորհակալություն պարոն Մկրտչյան զեկույցի համար, նախ նշեմ, որ շատ ուրախ եմ կրկին անգամ իմ գործընկերոջը ազգային ժողովում տեսնելով։ Պարոն Մկրտչյան, ես հետևում եմ, տեսնում եմ, որ դուք Ալավերդու համայնքի ղեկավարը, ընդհանրապես համայնքի ղեկավարը հետևողական աշխատանք եք անում աղետից տուժած քաղաքացիների լրջագույն խնդիրները լուծելու մասով, կուզենայի նշեք, գիտեմ թե ինչ կան աշխատանք արվել, կուզենայի նշեք թե ինչ ունենք անելու առաջին հերթին եւ եթե ժամանակը կների նաեւ նշեք թե ինչ աշխատանքներ են իրականացել, որովհետեւ բոլորիս շատ հետաքրքրում է վերջի պահը երբ հագալու, որ ասենք աղետից տուժած քաղաքացիների ֆինանսից կախված խնդիրները գոնե լուծվել է, շնորհակալություն։ Այո, շնորհակալ եմ պարոն Դանիելյան հարցի համար եւ քանի որ մինչ այս նախարարին հարցը ուղղվել դեպետի հունի մաքրման հետ կապված, ես կուզեմ ընդգծել, որ աշխատանքներն ամբողջ ծավալով արված եւ ավարտված են մասնավորապես Սորագեսի հատվածից մինչեւ Շնողի հատված երկու փուլով։ Առաջին մասի պատվիրատուն եղել է Լոռու մարզպետի աշխատակազմը, շուրջ 150 միլիոն դրամ է ծախսվել այդ ուղղությամբ, տասնյակ միավոր ծանր տեխնիկա դեպետի հունը մաքրել են եւ նման մասշտաբի աշխատանքներ անգամ խորհրդային տարիներին չեն եղել եւ բնականաբար սա հնարավորություն է տալիս ունի մակարդակը որոշակի իջեցնել եւ նվազեցնել նաեւ հետագա ռիսկերը այս մասով Լոռու մարզպետի աշխատակազմը 205 հաստատված դիմում ունի անհատական բնակելի տների կամ բնակարանների փոխհատուցման մասով եւ այս ուղղությամբ 802 միլիոն դրամ է հատկացվել, մասնավորապես 609 միլիոն դրամը տների կամ բնակարանների վերանորոգման մասով, դա 4 փուլով է իրականացվել, համապատասխան լիազոր մարմինները յուրաքանչյուր փուլ կատարած աշխատանքների ստուգումից եւ արձանագրություն կազմելուց հետո հաջորդ փուլ գումարն է փոխանցվել 4 փուլով աշխատանքները մեծամասամբ ավարտված են, այսինքն այն տները, որ հեղեղվել էին ջրհեղեղի ժամանակ, հիմա վստահաբար կարող եմ ասել, որ շատ ավելի լավ վիճակում են գտնվում, քան մինչեւ ջրհեղեղը, որովհետեւ դրանք մեծամասամբ խորհրդային տարիների վերանորոգումով տներ կամ բնակարաններ էին եւ եւս 175 միլիոն դրամ հատկացվել է առաջնային անհրաժեշտության գույքի, այսինքն այդ տների կահավորման, ձեռքբերման նպատակով շարժական գույքի ավտոմեքենաների մասով մարզպետի աշխատակազմը ստացել է 166 թիմում եւ հաստատված է 166 թիմում եւ ունենք 101 միլիոն դրամ փոխհատուցում այս մասով եւս կամուրջները բոլորը վերականգնված են, մասնավորապես Սանային կայարան թաղամասում եւ Աղթալայի հատվածում ունենք ավտոմոբիլային նոր կամուրջներ։ Թումանյան փողոցի հատվածում այս պահին լայնածավալ աշխատանքներ են ընթանում, երկաթբետոնն է մոտ 1 կիլոմետր հենապատի կառուցման, 850 միլիոն դրամ նախագծանախարժվային արժեքով, ամբողջ ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով, Սանային կայարան թաղամասում Թումանյան 5-6-ում մենք ունենանք բակերի հիմնանորոգում, ջրագծերի կոյուղագծերի փոխարինում եւ Սանային կայարանում խմելու ջրագծի անցկացում է, այդտեղ 101 տարի բնակիչներն օգտագործում են հարավկովկասյան երկաթուղու տեխնիկական ջուրը որպես խմելու ջուր եւ դա որևէ նորմատիվի եւ ստանդարտի չի համապատասխանում եւ ահա 85 միլիոն դրամ էլ այդ ուղղությամբ է հատկացվել եւ աշխատանքները եւս այդ ուղղությամբ ընթացքի մեջ են 17 կապի ենթակայաններ պայթել դա դեռևս աղետի օրերին է վերականգնվել ճանապարհները բոլորը անցանելի վիճակում են փոխարինվել են վնասված վթարված գազատարերը ռոռոկման ջրագծերը խմելու ջրագծերը այսինքն մի քանի կապիտալ ծրագիր լայնամասշտաբ այս պահին ընթացքի մեջ է, մասնավորապես Ալավերդի համայնքի տարածքում, դա էլ ավարտելուց հետո եւ բակերի վերականգնման ծրագիրն իրականացնելուց հետո կարող ենք ասել, որ աղետի հետևանքները իսպառ վերացրել են։ Շնորհակալություն արձագանքներ։ Շնորհակալություն, այո, իսկ պարոն Մկրտչյան, ընդհանուր թիվ ունեք, թե մարզում ինչքան ընտանիք են դոմիկներում դեռ բնակվում, նաև երկրաշարժի հետևանքի մասին է խոսքը։ Մենք բնականաբար գույքագրում ունենք, Վանաձորում էլ ունենք, մյուս համայնքներում էլ ունենք, այդտեղ որոշակի խնդիրներ կան, տեսեք, կան ընտանիքներ, որ ապրում են տնակներում, բայց իրենք ժամանակին ստացել են փոխհատուցում գնել են բնակարան, վաճառել են այդ բնակարանը եւ վերադարձել են տնակներ։ Կան ընտանիքներ, որ ընդհանրապես այլ մարզերից եկել են, բնակեցրել են չբնակեցված տնակները։ Կան ընտանիքներ, որ հայրական տնից երեխաները դուրս են եկել առանձնացել են, եկել են տնակ են տեղադրել եւ
բնակվում են տնակում։ Եթե հարցին ուղիղ պատասխանը, մենք այս պահին տնակում բնակվող ընտանիք չունենք, որի հանդեպ պետությունը ունի պարտավորություն, բայց ունենք տնակում բնակվող ընտանիքներ, մասնավորապես Վանաձորում, դրանք շուրջ 300 են այս պահին, բայց ես այդուհանդերձ, քանի որ Տիկին Գյուրեղյանը պարոն նախարարին հարց էր ուղղում Վանաձորի վթարային շենքերի հետ կապված, ես ուզում եմ ընդգծել, որ Տիկին Գյուրեղյանի քաղաքական թիմը կոալիցիոն կառավարման մեջ եղել թե Ռոբերտ Քոչարյանի եւ թե Հանրապետական կուսակցության հետ եւ 20 տարի ժամանակ ունեին այդ վթարային շենքերի հարցը լուծելու, բա ինչի չեն լուծել։ 37 տարի ժամանակ են ունեցել, լավ 30 տարի։ 88-ի երկրաշարժից տուժած ընտանիքներին բնակարանով ապահովելու։ Մենք 2026-ին էլ ենք նախատեսում 107 միլիոն դրամ բնակարանի գնման վկայագրեր ենք տալիս մարդկանց։ Օրեր առաջ են Լեռնապատ գյուղում 4 բնակարանի գնման վկայագիր տվել, այսինքն մարդիկ 37 տարի սպասել են այդ փոխհատուցումներին։ Երբ որ նախարարին ամփոփում եմ, պարոն Ղալիմյան, երբ որ նախարարին հարց է եղվում, որ 300 դպրոցներով զանգում ենք, տեսնենք դրանց վերակառուցումը ինչ վիճակում է, թող զանգեն Վանաձորի համայնքապետարան, տեսնեն Տիգրան Մեծ փողոցում գտնվող մանկապարտեզի շենքը, իրենց կառավարման տարիներին ինչպես է ուտարվել եւ դարձել Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակ։ Ես առաջարկում եմ այդ ուղղությամբ զանգեր անել։ Շնորհակալություն։